Երեք Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո 3 ձերբակալված կա։ Եկեղեցու բակից ձերբակալվածներ, դպրոցական եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյանները ըստ փաստաբանի ունեն առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ։ Պաշտպանը հերքում է լուրերը, թե եղբայրները որևէ քաղաքական թիմի հետ են կապված եւ վկայակոչելով տեսանյութերը նշում է, որ բռնության են ենթարկվել հենց եղբայրները։ Վերջիններս բերման են ենթարկվել խուլիգանության կասկածանքով։ Առողջական խնդիրներ ունեն, ներկայացվել է, որ անհապաղ ազատարձակ են բժշկական բոլոր փաստաթղթերը, որոնք որ մեր գնահատմամբ երեխաների այս հիվանդության պայմաններում դա անհամատեղելի է անազատության մեջ պահելու հետ վերջիններիս դեռ որևէ պատասխան չունենք այս պահին։ Տիկին Մարտիրոսյան միբ գրասենյակ դիմել եք ու ինչ արձագանք եք ստացել։ Միբ գրասենյակ Երևանից դիմել ենք, 3 դեռ դիմել ենք, երբ որ պաշտպաններիս աշխատանքին էին խոչընդոտում, այսինքն մեզ թույլ չէր տրվում բարձրանալ երեխաների մոտ, ուղիղ մենք 1 ժամից ավել մնացել ենք ներքևում, երբ որ այդ մի ժամանակա ընթացքում երեխաների մասնակցությամբ գործողություններ են իրականացվում։ Դրանից հետո այսօր առավոտյան գիտեմ, որ մի ներկայացուցիչներից այցելել են երեխաներին, դեռ որևէ ուրիշ տվյալ չունեմ։ Սիրելի հայրենակիցներ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին ընտրությունների 2 փուլերն ավարտված են։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ Վարչապետը նաև հայտնել է, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրեն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու։ սիրելի հայրենակիցներ, Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս, ինձ կրկին վստահության քվե տալու, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու եւ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար։ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գործող ամերիկյան համալսարանները անվտանգության նկատառումներից ելնելով եւ հաշվի առնելով դրանց թիրախավորման վերաբերյալ Իրանի հնչեցրած սպառնալիքները դասերը կանցկացնեն առցանց ձևաչափով։ Այսօր առցանց եղանակով են դասերն իրականացրել նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Համալսարանը նշում է, որ համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել եւ խոճապի պատճառ չկա, իսկ առցանց ձևաչափը պարզապես նախազգուշական միջոցառում է։ Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները։ Այս մասին իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ նրա, սա կլինի հատուցում բազմաթիվ զինվորների եւ այլոց համար, որոնց Իրանը դաժանաբար սպանել է հին վարչակարգի 47-ամյա ահաբեկչության տիրապետության ընթացքում։ Եթե որևէ պատճառով համաձայնություն շուտով ձեռք չբերվի, ինչը հավանաբար տեղի կունենա, եթե Հորմուզի նեղուցն անհապաղ բաց չլինի բիզնեսի համար, մենք կավարտենք մեր հիասքանչ այցը Իրանում, պայթեցնելով եւ ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը եւ Խարկ կղզին, որոնց մենք միտումնավոր դեռ չենք դիպչել։ Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ չի ճանաչում այն կնոջը, որը նախորդին մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ներկայացել որպես իր հորաքույր։ Այդ շինծույա սարքել են այդ թատրոնը։ Ես ասում եմ ինչ-որ տիկին ներկայացել այն հորաքույր, որին ես չեմ ճանաչում։ Բայց ես ասացի, որ սարքած է ինչ-որ բան։ Ես ո՞նց կարամ ասեմ սարքած է։ Կինը մոտիկացել է վարչապետին, իմ անունից ներկայանում այն հորաքույր, չգիտեմ, ուզում է իրան օգնեն։ Ես ուղղակի ասում եմ, որ ես չեմ ճանաչում այդ կնոջը, ես չունեմ նման հորաքույր։ Բայց ես չեմ կարող ինձ թույլ տամ ասեմ սարկածա, որովհետև ես չգիտեմ, դա սարկածա, թե կինը ինչ հիմքերով է եկել վարչապետին մոտիկացել։ Ամենայն դեպս, ես չեմ էլ ուզում պարզեմ։ Ուղղակի ես նշեցի, որ ես չեմ ճանաչում այդ կնոջը։ Վերջ։ Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, որովհետև ինձ էլ հետաքրքիր չի մնացածը։